Աստծո բարին ձեզ, թող ձեր օրը բարի լինի, դրամադրությունն էլ թող միշտ բարձր լինի։ Այսօր որոշեցի այցելել Բայրամաբերդի համալիր, այնպես որ եկեք ինձ հետ գնանք տեսնենք ինչ է կատարվում ներսում, լավ, դե գնացինք։ Ինչ ես, աղբեր ես։ Լավ է, հարկ Աստծո։ Ուրախ եմ, հավատ եմ։ Դու որ քո այս զավակներին կանչեցի, որպեսզի մկրտվես ու լուսավորվեն, աղաչում ենք նրանց դարձրու քո մեջ շնորհքից, թոթափի իջեցին ադամական մեղքերը, որպեսզի այդ մանկությունը, որ պետք է ինքը բայելի այդ մանկությունը Երեխաները կնքվեցին, ինչ լավ պահի եկանք եկեղեցի, Աստված օրհնե, թող կյանքում վատոր չունենա, ամեն մի բալիկ է։ Քավորներ, բայց կնուտի քավորին համարում ենք այժ, որտեղ ամեն մարդ չէ, որ կարող են սա նոր լինել։ Բոլորը խորհրդատու են, Աստված տվեք չխնայ, այսօր բոլորը խորհուրդ են տալիս, բայց ոչ ոք ծնողական պարտականություն շատ քչեր են դերից։ Հիմա դուք եկել եք այստեղ ծնողական, հոգևոր ծնողական պարտականություն կրելու ձեր ուսել։ Սիրելի քավոր,
Դրա համար հարցը քեզ տրվեց, թե ինչ է ուզել քո սանիկները քեզան։ Ով դերանալը Աստված, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հայտնի հավիտյան հավիտենից ամեն։ Շնորհավորում եմ աչքերները քրիստոնի, դարձակ լիարժեք քրիստոնյա հայարակելական եկեղեցու անդամ եւ նայն արկածիա շարան։ Բայց առաջիկայում դեռ բարդ ու պարտականություն ունենք կատարելու, ինչ արարողակարգեր ունենք առաջում, ինչ գործելաոճ ունենք, որը պետք է կատարեք։ Ուրեմն ինչ եք անելու։ Այսօր մեկ, վաղը, երկուս, մյուս օրը երեք, երրորդ օրը հավաքում եք մկրտյալը, վերցում եք մաքուր թաս, մեջը լցնում եք ջուր։ Գնկահայ, վերած կողմենտացիական խավոր կնոջ հետ միասին։ Ուրեմն վերջին անգամ պետք է բոլորս միասին շնորհակալություն հայտնենք Տիրոջը։ Մեկ անգամ խոնարհվում խաչակրվում ենք Սուրբ Սեղանին, մեկ անգամ խոնարհվում, երրորդ անգամ թեկուն խոնարհվում խաչակրվում ենք, որտեղից որ մկրտվեցիք եւ դարձաք լիարժեք քրիստոնյա, որից հետո Հիսուս Քրիստոսի մարմինն ու այրուն եք ճաշակում, հաղորդություն եք ճաշակելու եւ հավաքում եք արարողություն։ Դանիել, Հովհաննես եւ Մարիամ, մանուկներս Հիսուսի Քրիստոսի հեքիաները խնդրեն մկրտություն, իմ մկրտությունը հերկրբագություն, հերկրբագեն Սուրբ Սեղանից, հերկրբագեն Սուրբ Խորանից եւ հերկրբագեն Սուրբ Ավազանից, որ մկրտեց հանցանորություն եւ կեցանց Աստված գիտության ամեն։ Գետուի եւ հավատով առաջ մարտի կես սրբությամբ հաղորդեց Աստվածներ գետերներ երևեցավ մեզ օրդյալ եկյալ անվահամքյալ Ուրեմն ես ես առաջին անգամ տալիս եմ սուրբ հաղորդություն Քրիստոսի նշանակը ճաշակելու հնարավորություն եք ունենում այսուհետ Միշտ ամեն կիրակի օրերին աջակցեք եկեղեցի, միշտ պատարակների մասնակից դարձեք ապաշխարության ոգով, մաքուր սրտով եւ մոտեցեք պատարակի ավարտին սուրբ հաղորդություն ճաշակելու Քրիստոսի մարմինն ու այրունը ճաշակելու, որով ինչպես ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս, ես պիտի գամ եւ բնակվեմ ձեր մեջ, իսկ դուք էլ պիտի բնակվեք իմ մեջ։ Եվ հավիտենապես պետք է ապրեք ինչպես որ ես իմ հոր մեջ եմ ապրում, այնպես էլ հայրս իմ մեջ, այնպես էլ իմ մեջ բնակվելով սուրբ հաղորդության ճանապարհով մշտապես կրկնենք Աստծո հետ։ Ուրեմն ես ձեզ տալիս եմ առաջին անգամ սուրբ հաղորդություն, բայց այսուհետ եկեք գնանք եկեղեցի եւ ինքներդ ճաշակեք պատերազմի ընթացքում սուրբ հաղորդություն հապկացած։ Աստվածաշունչ ամբողջական կոնտեքստի ու ամբողջական պարբերության կամ գրքերը ամբողջական ընթերցումով ծառայող անելով պետք է հասկանաս, թե Աստված ինչ է ուզում մեզանից։ Հիմա օրինակ պատկերացրեք քահորը, որտեղից է եկել իր գաղափարը։ Հովհաննես մկրտիչ ինքը Հիսուս Քրիստոսի մորակրոշ տղան էր, ով որ եկավ Հիսուս Քրիստոսից առաջ հարթելու Հիսուս Քրիստոսի ճանապարհը, Աստծո ճանապարհը, դրեց ապաշխարության կանոնը եւ դրեց մկրտության խորհուրդը, հիմնեց։ Եվ ինքն էլ դարձավ աշխարհի ամենաառաջի առաջնորդը դեպի Կարապետը դարձավ, մկրտության քավորը դարձավ։ Հասկանու՞մ, որտեղ քավորն ու Կարապետ հասկացությունը մեկ գաղափարի մեջ է։ Այսինքն, երբ որ ասում են քավոր, ուրեմն նշանակում է տվյալ մարդը Կարապետ է։ Այսինքն առաջնորդող է, տանող է դեպի եկեղեցի, մկրտության խորհրդին մասնակից դարձնող է, Աստծո շնորհով փոխանցող։ Հասկանու՞մ, հիմա տեսեք ինչ մեծագույն խորհուրդ ունեք դուք ձեր։ Դրա համար քավորը սրբություն է համարվում օջախի մեջ։ Բայց օրինակ մենք մեր եկեղեցի մեջ ունենք մի քանի տեսակի քավոր հասկացանք։ Տեսեք ունենք պսակի քավոր, խաչի քավոր, եկեղեցու քավոր, մկրտության քավոր։ Այս բոլոր քավորների մեջ ամենասրբագույնը կնունքի քավորն է, չի համար որտեղ կնքահայր է։ Պսակի քավորին մենք չենք կոչում։ Երբ որ մենք մամուկին փոխել ենք մեր ծնողներից կապվածության մեջ ենք, մեր ծնողները գիտեն մեր պետքերն ու կարիքները, թե մեզ ինչ է անհրաժեշտ այս աշխարհի վրա, այնքան ժամանակ, ինչքան որ մենք կհասնանանք, կարիքի կհասնենք, կունենանք մեր լավն ու վատը, մեր կյանքի ուղին ու ճանապարհը։ Մենք մինչև այդ օրը ծնողները մեզ ուղեկցում են այս աշխարհում։ Հոգևոր ծնողները ամբողջ կյանքի ընթացքում են ուղեկցել, ոչ թե որոշակի մի ժամանակ, այլ ամբողջ կյանքի ընթացքում ինչքան որ Աստված մեզ կյանքի այսպես ու ծանր բեռ վերցնելու ձեր ուսը։ Հետևաբար, դուք ձեր սալիկներին վերել եք այստեղ ինչ որ նպատակով։ Հիմա ես հարց կդիտամ, կնկահայ, ինչ է խնդրել սալիկներդ, որ վերել ես այստեղ, ինչի կարիք ունեն, դու ինձ պետք է պատասխանես։ Հավատք, հույս, սեր եւ մկրտություն։ Հա։ Ինչ է խնդրել սալիկները քեզանից,
Ույս, սեր և մխրտություն։ Երկրորդ անգամ հարցում կկայի, ինչ են տեսանիքները, կեզանից։ Եվ վերջին անգամ հարցում կկայի, ինչ են տեսանիքները։ Ուրեմն ուզում եմ մկրտվել և արդարանալ, մեղքերից սրբվել, դերերից ազատվել և միայն ասնի ծառայել։ Տեսակ, ինչ լավ պահի եկանք, եկեղեցում երեխաների էին կպքում, ամենալավ բանը, բա, թող յուրաքանչյուր բալիկ կնկրվի և Աստված մեծուկ լինի մեր բոլոր բալիկներին։ Եվ միտաներս մեզի փորձություն այնպես կեաց մեզի չար է, զիքոյ արքայություն և զորություն և հարկավիտյալս ամեն, որտնյակ Հիսուս Աստված պրկիչ մեր հոգևոր օրհնությամբ, ըստ պատկերս այս զիվոս գեցինսա միշխես է մեզինար, Իսոսա չար աղանդազիված կամ կախրդած, այր ամրացյա զորությամբ սուրբ խաչիկո պրկեսին համենային որոգայտից սատանայի և քեզ վայլը փառք իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, ալելույա, 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 օրտնեսի և սրպեսի պատկերս այս սուրբ խաչիրս և բանին սուրբ ավետարանավաս անվան փոր և ոգվին սրպո, ամեն, ալելույա, 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 օրտնեսի և սրպեսի պատկերս այս սուրբ խաչիրս և բանին սուրբ ավետարանավաս անվան փոր և ոգվին սրպո, ամեն, ալելույա, 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 օրտնեսի և սրպեսի պատկերս այս սուրբ խաչիրս և բանին սուրբ ավետարանավաս անվան փոր և ոգվին սրպո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն սուրբ խաչիրս աղաչես սգստեր, Զիսովա պրկեսես մեզ մեղած և կեցուս էշնունի ողորմության յրող, ամենակալ Տեր Աստված մեր կեցու է ողորմյա, կեցո Տերը ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պահպանիչ և հույս հավատացրոց Քրիստոս Աստված մեր պայա, պահպանի օրհնյա և սրբյա պատկեսես, առավետել օրհնյա և պահպանի պատվիրա դուսորի, ընթովանյա սուրբ է պատվական խաչի կորի խաղաղության, պրկյա հերևերի և հանելևույթ թշնամբույթ, արժանավոր յակոբության Աստված օգնական Տեր Հայր, այսօր կարծես թե Աստված ինքը մեզ խորհուրդ տվեց ներկա գտնվել այստեղ եւ հիացած ենք այնինչ մենք մեր աչքերով տեսանք հիանալի մկրտություններ եւ ես կուզենայի այս տեսանյութի վերջում ձեր խոսքը ուղղված մեր հայ ժողովրդին մեր ժողովրդին առասարակ միշտ հորդորում ենք եւ միշտ որպես խնդրանք ենք ներկայացնում, որ ամենակարևորագույնը իրենց կյանքում չկորցնեն հոգևոր արժեքները։ Դա մեր կյանքում ամենակարևորագույն կետը դա է։ Եթե պահեցինք, պահպանեցինք մեր ավանդությունը, մեր ավանդույթներն ու խորհուրդները, մեր եկեղեցու հոգևոր արժեքները կարողացան պահպանել, ուրեմն Աստծո գնահատականը կստանան։ Իսկ եթե չպահպանեցինք, ուրեմն պետք է իմանանք, որ պիտի փորձության առաջ կանգնենք։ Իսկ մեր մանուկներին, ովքեր որ մեր պապական հայրերի ժառանգություն կրողներն են, միշտ կարողանան ամուր կերպով պահել են ժառանգություն, ինչ որ իրենց փոխանցված է, եթե որևէ մեկ բան ընդհանրապես չեն կարողանում մեր կյանքի վրա ավելացնել, այն ինչ որ թողել են մեզ որպես արժեք մեր պապերը, մեր հայրերը, մեր սրբերը, ուրեմն գոնե չպակասեցնենք։ Բայց հնարավորինս եթե ի վիճակի ենք, այդ քարի վրա գոնե մեկ քար էլ ավելացնենք, որպեսզի մեզանից հետո գալացած սերունդներ, ինչպես որ մենք ենք հպարտանում մեր նախնիներով, մեր անցյալ պատմությամբ, մեր հայրերի թողած ժառանգությամբ, այնպես էլ մեզանից հետո գալացած սերունդը գոնե հպարտանան մեր թողածով, մեր ժառանգությամբ։ Աստված պահապան թող լինի բոլորիս։ Աստված պահապան, անչափ շնորհակալ եմ Տեր Հայր, եւ մի խնդրանք, պարզապես մի խնդրանք, կուզենայի որ դուք ներկայանայիք, որովհետեւ մեր ժողովուրդը իմանար ուր կա եւ ինչպես դիմի, ում դիմի, որ այս գեղեցիկ արարողությունը կատարի։ Շիրակի թեմի Մարմաշենի հովության հոգևոր հովիվ, Մարմաշեն վանքի վանահայր եւ տարածաշրջանի 8 գյուղերի հոգևոր հովիվ։ Տեր Փարեն Քահանա Պետրոսյան։ Անչափ շնորհակալ եմ։ Ապրեք։ Ահա խնդրեմ։ Սիրելիներս։ Այսօր